Փառք Աստծուն։ Թող Աստված օրհնի բոլորին։ Բոլոր նրանց, ովքեր լսում են մեզ հիմա, ովքեր կլսեն ավելի ուշ, նույնիսկ վաղը կամ որոշ ժամանակ հետո։ Բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն այս հաղորդմանը, կլսեն այս խոսքը, թող օրհնված լինեն։ Սա Աստծո և մեր կամքն է, որպեսզի նրա զավակներն այնքան օրհնված լինեն, որ նրանց միջոցով Աստծո փառքը երևա, որպեսզի նրանք լինեն մեր Տեր Հիսուսի հարության վկաները։ Թող Աստված օրհնի ձեզ իմ ընկերներ, դուք ովքեր հասկանում եք, ընկալում և հնազանդվում եք Աստծո խոսքին։ Երբ մենք խոսում ենք, թե ինչ է նշանակում լինել Աստծո որդին, շատ քրիստոնյաներ չեն հասկանում, որովհետև Սատանան եկեղեցու մեջ տարածել է այս ուսուցումը, որ բոլոր մարդիկ Աստծո զավակներն են, և մեծամասնությունը հենց այդպես է ասում։ Մենք բոլորս Աստծո որդիներն ենք։ Նրանց կարծիքով կարևոր չէ, թե մարդը բարի է, չար է, Աստծուց է, թե Աստծուց չէ։ Ըստ նրանց, այդպիսի մարդիկ նույնպես Աստծո զավակն են։ Ինչու՞։ Որովհետև մարդիկ այդպես են մտածում. դե Աստված արդար է, Աստված բարի է, Աստված սեր է։ Ակնհայտ է, որ ոչ ոք դժոխք չի գնա։ Աստված ոչ ոքի դժոխք չի ուղարկի։ Մարդիկ հենց այսպես են մտածում։ Եվ այս տգիտությունը ամենուր է։ Գիտելիքի պակասը մարդկանց մղում է այնպիսի քայլերի, որոնք կարող են վտանգ հանդիսանալ իրենց փրկության համար։ Փաստն այն է, որ Աստվածաշունչը հստակ և թափանցիկ կերպով ասում է Աստծո զավակների և սատանայի զավակների միջև եղած տարբերության մասին։ Աստվածաշնչում հենց այդպես էլ գրված է. «Խավարի զավակներ»։ Բայց հիմա մենք կխոսենք Աստծո զավակների մասին, նրանց մասին, ովքեր ցանկանում են դառնալ Աստծո որդին, ցանկանում են ստանալ Սուրբ Հոգուն։ Եթե լավ մտածեք, կհասկանաք, որ Աստծո զավակ դառնալուց ավելի փառավոր և ավելի լավ բան գոյություն չունի։ Եվ սա էլ Աստծո զավակների ժառանգությունն է։ Նրանք ունեն այդ արտոնությունը։ Եվ տեսեք, թե ինչ է ասում Պողոս առաքյալը։ Հռոմեացիներին ուղղված թերթում նա շատ է խոսում այս թեմայի շուրջ, թե ինչ է նշանակում լինել Աստծո որդի։ Տեսեք, նա այսպես է ասում. «Որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք»։ Սա նշանակում է, ովքեր որ այդպես են ապրում, նրանք Աստծո զավակները չեն, որովհետև նրանք, ովքեր ըստ մարմնի են ապրում, եկեք հիշենք, թե ինչ է ասել Հիսուսը դրա մասին. մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի, այսինքն հոգևոր մարդ։ Եվ այստեղ էլ Պողոս առաքյալն ասում է. եթե ըստ մարմնի ապրեք, դուք կմեռնեք։ Այսինքն, եթե դուք ապրում եք հակված դեպի ձեր ցանկություններին, դեպի ձեր մարմնի կրքերին, այդպիսի կյանք վարելով դուք երբեք փրկություն չեք ունենա։ Եվ դա մենք այսօր տեսնում ենք այս աշխարհում։ Շատ մարդիկ մահանում են առանց փրկության, որովհետև միշտ հետևել են իրենց սրտի ցանկություններին, հետևել են իրենց քմահաճույքներին։ Այս աշխարհը լի է ունայնությամբ, ագահությամբ և շահամոլությամբ, որովհետև մեր մարմինը հենց այդպիսին է։ Մեր մարմինը հենց դա է ցանկանում։ Սա մեր իրականությունն է։ Բայց նրանք, ովքեր Սուրբ Հոգուն ունեն, ովքեր ապրում են Սուրբ Հոգու ուղղորդությամբ, հենց նրանք անվանվում են Աստծո որդիներ, որովհետև առաջնորդվում են Սուրբ Հոգով։ Երևի դուք արդեն հասկանում եք, թե ինչու ենք մենք եկեղեցում այդքան շատ աշխատում, անընդհատ կրկնում, որ դուք պետք է Սուրբ Հոգուն ստանաք։ Մայիսի 3-ից մենք սկսելու ենք Դանիելի ծոմը, մինչև մայիսի 24-ը, և ովքեր կմիանան մեզ այդ ծոմին, ովքեր կհնազանդվեն Աստծուն, ովքեր ցույց կտան իրական ցանկություն, որ նրանք իրապես ցանկանում են Աստծո որդին լինել, այս ծոմը նրանց համար է լինելու, ովքեր պատրաստ են վճարել այդ գինը, այդ զոհը Սուրբ Հոգուն ստանալու համար։ Այդ ծոմից հետո ես վստահ եմ, որ այդպիսի մարդիկ
կդառնան Աստծո զավակներ։ Աստծո խոսքում գրված է. Հռոմեացիներին 8-րդ գլուխ եւ խոսք 14. Ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներն են։ Եվ այստեղ մենք կարող ենք հասկանալ, որ կա այդ տարբերությունը՝ Աստծո որդիներ եւ Սատանայի որդիներ։ Եվ այն մարդիկ, ովքեր Աստծո որդիները չեն, նրանք չունեն այդ իրավունքը ստանալու Աստծո ժառանգությունը, նրա խոստումների կատարումը իրենց կյանքում։ Ուրեմն տեսեք, թե որքան կարևոր է սա։ Որքան կարևոր է, որպեսզի մարդիկ ստանան Սուրբ Հոգուն։ Որովհետև միայն Սուրբ Հոգին կարող է մեզ առաջնորդել, կարող է մեզ ուժ տալ, որպեսզի մենք հնազանդվենք Աստծո խոսքին։ Միայն Սուրբ Հոգին կարող է ուղղել մեզ մեր սխալներում, ցույց տալ, որ մենք իրապես այդ հարցում սխալ ենք եղել, եւ տալ ուժ, որպեսզի վերականգնվենք։ Հենց Սուրբ Հոգուց է գալիս այն քաջությունը, որպեսզի մենք հետևենք Աստծո խոսքին։ Որովհետև մենք ինքներս առանց Սուրբ Հոգու օգնության չենք կարող հնազանդվել Աստծո խոսքին։ Եթե նա չլիներ, մենք երբեք չենք քայլի արդարության եւ ճշմարտության մեջ։ Մեզ մոտ ամեն ինչ ժամանակավոր կլիներ, ինչպես որ առաջ Հիսուսն այս աշխարհում էր եւ առաջնորդում էր իր աշակերտներին, այդպես էլ այսօր նա առաջնորդում է իր եկեղեցուն Սուրբ Հոգու միջոցով։ Սուրբ Հոգին եկավ, որպեսզի փոխարինի Հիսուսին, որպեսզի ուղղորդի Տեր Հիսուսի ճշմարիտ եկեղեցուն։ Այն եկեղեցուն, որը չունի ոչ անվանում, ոչ էլ հայտնիություն։ Այն եկեղեցուն, ում հովիվը հենց Տեր Հիսուսն է։ Իսկ այդ եկեղեցին նրանք են, ովքեր ծնվել են ջրից եւ Սուրբ Հոգուց։ Տեր Հիսուսի եկեղեցին այն մարդկանց խումբն է, ովքեր ծնվել են Սուրբ Հոգուց։ Իմ ընկերներ, կարծում եմ դուք բոլորդ էլ հասկացաք, որովհետև ամեն ինչ շատ պարզ էր։ Աստվածաշնչում պարզ երևում է այդ տարբերությունը Աստծո եւ Սատանայի զավակների միջև։ Եվ հենց սա է ճշմարտությունը, որ ոչ բոլոր մարդիկ են Աստծո որդիները, եւ ոչ բոլորն են փրկություն ստանալու իրենց կյանքի վերջում։ Ինձ թվում է դուք ամեն ինչ հասկացաք։ Պահեք ձեր ներսում այս խոսքը, որովհետև բոլոր նրանք, ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներն են։ Ինչպես որ ասացի, մեզ մոտ շուտով Դանիելի ծոմն է լինելու։ Նրանց համար, ովքեր ասում են. ես ուզում եմ փոխվել։ Ես հոգնել եմ իմ այս վիճակից, հոգնել եմ ինքս ինձանից, հոգնել եմ մարմնավոր լինելուց։ Եթե դուք հոգնել եք ձեր կամքը կատարելուց, հետևելուց ձեր սրտի ցանկություններին, ապա այս ծոմը շատ լավ հնարավորություն կլինի ձեզ համար։ Դուք պետք է ցանկանաք հանձնել ձեր անձը զոհասեղանի վրա, ձեր մարմնի եւ սրտի ցանկությունները, ձեր ամբողջ կյանքը, ապագան եւ երազանքները, ձեր հոգին։ Դա նշանակում է, որ դուք այլևս չեք մտահոգվելու, թե ինչ կլինի ձեզ հետ, եւ ամեն ինչ վստահելու եք Աստծո ձեռքերի մեջ, որպեսզի Աստված ձեր կյանքում իր կամքը կատարի։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Մինչ նոր հանդիպում Տեր Հիսուսի անունով։ Ամեն։